Մի ստիպել է, որ վիճակս ավելի մանրամասն ներկայացնեմ քեզ, այդ հաճելի պատմություն չի լինի։ Դու ասա երբ ենք սկսում։ Երեկվանից մտքիցս դուրս չէիր գալի։ Եկա, նկարագրեցի քեզ, հետաքրքրվեցի գտած ես տունը։ Հետաքրքիր այդ ոնց ես նկարագրել, որ իմացել են ես եմ։ Արի այդ մասը անցնենք էլի, թե չէ հաստատ կռիվ է դառնալու։ Առավոտը եկա, դուռը փակ էր, հետո տեսա, որ գալիս ես։ Ասացի ավետ, դու սենց շանսը չես կարա ձեռիցդ բաց թողես։ Լավ չէ պատմում։ Չէ։ Մամ, մի հատ հեռախոսդ կտաս։ Կլինի մենակ խոսում։ Ալո։ Հով, բա իմ զանգերին ինչ չես պատասխանում։ Խառն էի նոր տեսա։ Հա։ Բա չես գալիս։ Ասել էիր գալու ես միասին դուրս գանք։ Հիմա ձեր տուն պետք է գնամ։ Լիզային օգնելու բան կա, հենց ժամանակ մնա կգամ դուրս կգանք։ Դու իզուր ես հիմա եկել, որովհետև հեսա իմ հետևից գալու են, ու ես չգիտեմ ոնց եմ բացատրելու, ինչի ես դու ստեղ ու ինչի է դուռը փակ։ Հիմա հասկացար։ Հասնում եմ, որ դու պատմում ես ավելի հետաքրքիր է։ Հիմա ասենց մանրակրկիտ կոնկրետ հասկացա, որ այդքան էլ լավ բան չի ստացվում։ Հարևան չունես զանգես կան դուռը բացեն։ Բանանին էլ հո դռան վրա է։ Ու հարևանն այդ բացատրություն չես տալու ես ոլը։ Եսի բայց այնքան սիրում ես։ Ուրիշ կա մեջ հայնանաս մեկը չեմ փոշմանելու, որ եկել եմ։ Վերջերս ոչ մի խնդիր չէր եղել, բայց երկու անգամ բռնվել ենք։ Սխալ թուղթը բաղադրությունը ինչի։ Բա ինչ պետք է անենք։ Կասը։ Ուրիշ։ Շատ փող կանխիկ ծախսելը վտանգավոր է։ Ու այդքան էլ հարմար չի։ Պետք է ուրիշ բան անել։ Քո տպասների մեջ սխալներ կան։ Ու ունեն սխալներ են, որ համ հաշվող ապարատը, համ տերմինաները գտնում են։ Ես որոշ ժամանակ այդ բաժնում խորհրդատու եմ եղել։ Եթե բան չի փոխվել, կասեմ ինչ է եղել։ Ու իմ ասածով կանենք։ Հա, մի բան էլ։ Պետք է լսես ինձ, հարցեր չտաս ու իմ ասածը անես Սարիկ։ Ես քիչ ժամանակ ունեմ։ Ու իմ նպատակը արագ անելն է։ Ու ես էջը փակել։ Ես էլ եմ ժամանակին քո նման մտածել, բայց հեշտ փողից շատ դժվար է հրաժարվել։ Դու ինձ հավատա։ Ես իմ չափը գիտեմ։ Դու փոխի գույներն ու թղթերը։ Մնացածը ես կբերեմ։ Կբացատրեմ քեզ ոնց ու ինչ, գիշերը կհանդիպենք։ Այվազ, եթե մի օր աչքերդ բացես ու քո մեջ
հին այվազի խիղճը խոսա, քան քո երեխու վիրահատությունը։ Այդ ժամանակ ինձ անպայման կասես։ Լավ։ Ունես չի լինի, չէ՞ որ արդար ու ազնիվ երևալու համար մի օր գնաս Վիգենի մոտ սիրտդ բացես։ Հա, հով։ Չհասկացա ուր ես։ Դուռը փակա, բանալին էլ դռան վրա է։ Մոռացել ես դուրս ես եկել արդեն։ Չէ, Ինչու՞ չէ։ խնդրում եմ այստեղ մնա ձայն չհանես։ Դու ես սխալ, բայց ես եմ պատասխան տալու։ Ինչ անեմ։ Մտնեմ տարակ։ Սոս խնդրում եմ ուղղակի աղաչում եմ այստեղ մնա։ Դու չես պատկերացնում թե հիմա ինչ կլինի, խնդրում եմ։ Խնդրում ես, է։ Սիրտս կամաց։ Հով, ինչ լավ է եկար։ Բանալին մնացել էր դռան վրա, փակվել էր վրաս, որ չգար, չգիտեմ ոնց էի դուրս գալու։ Լիզա ջան, կորել էիր այս տան մեջ։ Ինչքան ժամանակը դուրս ես սպասում եմ։ Մի րոպե։ Հեսա, գնացինք։ Էսա ու վերջ։ Դե այն մեծ բաները հետո տանելու են։ Գնանք։ Եթե չես շտապում, 2 րոպե մնանք խոսենք, նոր կգնանք, որովհետև երեկվա ասածներից հետ ուշքի չեմ գալիս, Լիզա։ Հով խնդրում եմ այդ ամեն ինչը դրսում, հա։ Ինչ տուն եմ մտել, լացած չեմ կարողանում զսպել, գնացինք։ Անցի։ Կամ դու գնաք, կամ մարդ ուղարկեք այդ թուղթը բերեք։ Ինչ ես նյութից հասկանում եմ։ Ու իմ անունը պետք չի ոչ միտեղ տալ։ Ու մի բան էլ։ Այս ընթացքում ինչքան գործ եմ անելու ստեղ, ոչ մեկ հանգարց չպետք է այև այս տարածքում։ Իմ դեմքը ոչ մեկ չպետք է տեսնի։ Պարզը հասկանում եմ, դու ինչ-որ մարդկանց միջոցով ես փողը տարածում կամ ուրիշ բան անում, բայց իմ դեմքը ոչ մեկ չպետք է տեսնի։ Հանգիստ տեղի չեն տեսնի։ Ու լավ կլիներ քո դեմքն էլ չտեսնեին։ Մի մոռացի, որ փախած ես։ Հով, ես բան եմ մոռացել, այ։ Ինչ ես մոռացել, ասա գնամ բանկ գամ ես։ Չէ, ես վազեմ շուտ գամ, սպասի։ Ես էլ արդեն որոշում էի պատոնից դուրս թռնեի։ Ուղղակի ասացի կարող հարևաններ սխալ հասկանան, շտապ օգնություն կանչեն։ Արագացրու։ Համարի, որ բախտդ բերել է։ Որ քեզ եմ հանդիպել։ Հավ, ինձ վատ եմ զգում, որ ասել եմ քեզ Ադելի մասին։ Պիտի ասեիր, Լիզ։ Ես պիտի իմանայի։ Հավ, ուղղակի այնքան Ոչ մի բան էլ մի ասա։ Ոչ մի բան պետք չի բացատրես հիմա։ դու ինձ մեղադրում ես, բայց Ադելն իմ քուրն է։ Հա Լիզ, հասկացան քուրդ է։ Բայց ես կանֆետ չեմ, որ ասես չեմ ուզում։ Ես տենց բան չասեցի։ Ուղղակի ես պատմությունը ինձ շատ վատ բան է հիշացնում։ Տարիներ առաջ էլ ասենց դեպք եղել ու շատ վատ է վերջացել։
Տարիներ առաջվա դեպքը ինչ կապ ունի մեզ հետ։ Հետո կասեմ հետ։ Չէ, հիմա ասա։ Հետ չես հետաքրքրվել, ինչի հերդ չի շփվում հորքուրիդ հետ։ Դե գիտեմ, որ կռվել են, բայց ինչ որ մանրամասներ չգիտեմ, papan չի սիրում, որ այդ մասին խոսում ենք։ Դե կգնաս այդ մանրամասները կհարցնես ու կիմանաս ինչ եմ սենց խոսում։ Հովո ինչ կապ ունի այդ մանրամասները կամ հորքուրս այս ամեն ինչի հետ կամ իմ ու Ադելի հետ։ Ես կհարցնես կիմանաս։ Սիրուն չի լինի, որ ես ասեմ։ Չեմ հասկանում քեզ։ Ինչ սիրունը։ Տուրի հասկանամ, ալի։ Այսօր երեկոյան մազերդ կլվանանք։ Չնայած դու սենց էլ ես սիրում, շատ սիրում։ Հովոն ու Լիզան երբ են գալու։ Կարող է արդեն եկել են։ Գնամ տեսնեմ, ոնց որ թե հայրդ էլ է եկել։ Այս երբ ես եկել։ Անդադ ձեր մասին էր հարցնում Ադելը։ Ես դուրս եմ գալիս գործեր ունեմ։ Այսօր բան չի եղել։ Ոնց որ թե տանը բան չմնաց, չէ։ Դու մի մտածի, ինչ մնացածին ես կբերեմ։ Իջել եք։ Բան ա եղել։ Պապ, ես ինձ ահավոր վատ եմ զգում։ Ուզում եմ, որ իմանաք պատճառը։ Լիզ, եթե էլի նույն թեմային ես անդրադառնալու, թող մնա հետո։ Թող ասելիքը ասի։ Պապ, ես չեմ կարողանում Հովոյին բացատրել, թե ինչի մենք չենք կարող Ադելին ասել մեր նշանված լինելու մասին։ Եթե անգամ Հովոյին չասենք, լավ, բա Վիգեն ձյաձային ոնց ներկայացնենք այդ ամեն ինչը։ Չենք կարող, չէ, բոլորին ճշմարտությունն ասել։ Բայց ես էլ չեմ դիմանում։ Պիտի ինչ-որ տարբերակ գտնենք ու Ադելին ասենք, որ ես ու Հովոն սիրում ենք իրար, որ ինքը ինձ առաջարկություն ա արել, որ մենք ամուսնանալու ենք։